Եվ այսպես Իլհամ Ալիևը չի բացելու սահմանը Հայաստանի Հանրապետության հետ հարգել է հեռուստադիտողներ ցավոք սրտի մենք իսկապես հայտնվել ենք մի ցիկլում, երբ որ մենք այստեղ ձեզ հետ միասին ալֆայի տաղավարում տարբեր հարցեր ենք քննարկում, տարբեր հարցերի վերաբերյալ իրազեկում ենք ձեզ կամ գնահատականներ ենք տալիս եւ այդ գնահատականները հետագայում կյանքի են կոչվում, բայց քաղաքական գործընթացների տրամաբանության տեսանկյունից, ներհայաստանյան գործընթացների տրամաբանության տեսանկյունից գրեթե ոչինչ չի փոխվում։ Բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանը նպատակ չունի Հայաստանի հետ սահմանը բացել, որ Թուրքիան նպատակ չունի Հայաստանի հետ սահմանը բացել, բայց ցավոք սրտի համապատասխան հետևություններ պարզ է իշխանության կողմից չեն արվում, բայց ոչ էլ ընդդիմությունը դրան համապատասխան քաղաքական գործընթացներ գեներացնում, ինչի համար ենք այս երկար նախաբանով սկսում մեր այսօրվա զրույցը, նախորդին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է բառացիորեն հետևյալը, որ Ադրբեջանը մեծամասամբ կատարել է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ, հիմա գնդակը Հայաստանի դաշտում է եւ նաեւ սպասում են Հայաստանից քայլեր թրիփ նախագծի շրջանակներում։ Իդեպ սա այն կարևոր դիսկուրսի տեսանկյունից փոփոխությունն է, որը տեղի ունեցել Ադրբեջանում միջև խորհրդանական ընտրություն եւ խորհրդանական ընտրությունից հետո դիսկուրսում այս փոփոխությունն է տեղի ունեցել, իրենք շատ դեպքերում սկսել են ոչ թե Զանգեզուրի միջանցք ասել, այլ Զանգեզուրի միջանցք երևույթը սկսում են կապել թրիփ նախագծի հետ ու այստեղ եւս հա իրականում նորություն կամ զարմանալի բան չկա, իրենք ինչ են փորձում անել, իրենք փորձում են Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև խնդիրներ ստեղծել, փորձում են ասել, եթե դուք թրիփը այն տարբերակով, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսին կյանքի չկոչեք, դուք խնդիր եք ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ու իրականում Ջեյհուն Բայրամովը հենց դա էլ ասում է, որ Հայաստանից քայլեր ենք սպասում, բայց ամենակարևորը ինքը ասում է հետեւյալը, որ Ադրբեջանը իր մասով մեծամասամբ կատարել է Հայաստանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները, դա իր հերթին նշանակում է հետեւյալը, որ դասական իմաստով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանը չի բացվելու։ Դասական իմաստ ինչ նկատի ունենք, այն նույն մոդելով, օրինակ, որով գործում է հայ-իրանական սահմանը կամ հայ-վրացական սահմանը, Ադրբեջանը չի պատրաստվում սահմանը բացել։ Օրինակ, ինչի մասին կարող էր խոսել Բայրամովը, երբ որ ասում է մենք մեր պարտավորությունը կատարել ենք։ Բոլորս էլ տեսնում ենք, որ միջև ընտրությունները Նիկոլ Փաշինյանին այսպես ասած քաղաքական բոնուսներ տալու համար օրինակ Ադրբեջանը սկսեց բենզին վաճառել Հայաստանի Հանրապետությանը, նաև առաջին հերթին թույլ էր տալիս, որ իր տարածքով որոշակի բեռներ Ռուսաստանից կամ Ղազախստանից գային Ադրբեջանի տարածքով անցնեին, գնային Վրաստան եւ հետո Վրաստանից գային Հայաստան, ըստ Ջեյհուն Բայրամովի դա բավական է հայտարարելու, որ մեծամասամբ իրենք կատարել են բոլոր պարտավորությունները, որոնք իրենք ունեին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, սա նշանակում է հետեւյալը, որ Ադրբեջանը փորձում է հասնել ոչ թե կոմունիկացիաների ապաշրջափակմանը տարածաշրջանում, այլ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի ձևավորվի այնպիսի համակարգ, որ ինքը տրանզիտային առավելություններ ստանա Հայաստանի տարածքով կապվի Նախիջևանի հետ եւ դա պետք է իրականացվի թրիփ նախագծի շրջանակներում, բայց ինքը ձգտում է փակ պահել Հայաստանի Հանրապետության համար կոմունիկացիաները տարածաշրջանում, իրենք փորձում են անել այնպես, որ Հայաստանը լիակատար կերպով դառնա տարածաշրջանային տուպիկ, նույնիսկ տարանցիկ գոտի չլինի, տարանցիկ լինի միայն Ադրբեջանի համար, որովհետեւ ինքը կապվի Նախիջևանի հետ, այդտեղից էլ Թուրքիայի հետ։ Այստեղ մենք պետք է նաև նշենք հետևյալը, որ Ադրբեջանի գործողությունները իրենք իրականում շատ տրամաբանական են։ Ադրբեջանը երբեք էլ նպատակ չի ունեցել նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, տնտեսական զարգացմանը, բայց այստեղ մենք պետք է նաև հնարավորություն ունենանք առնվազն հետևյալ հարցերը բարձրաձայնելու, շատ լեգիտիմ հարցեր։ Շուտ արժեր հիմա այս ամեն ինչի համար հրաժարվել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից։ Ես հիմա կխնդրեմ մեր հարգելի գործընկերներին էկրաններին ցույց տալ քարտեզ, որը հրապարակվել է ռուսական մամուլում 2021 թվականին։ 2020 թվականի նոյեմբերին ավարտվեց 44-օրյա պատերազմը, հիմա այս քարտեզը դուք ձեր էկրաններին տեսնում եք։ Հունվարին Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը Մոսկվայում հանդիպեցին եւ դե ֆակտո այս քարտեզի վերաբերյալ եկան պայմանավորվածության, սա քարտեզ էր, որով պետք է ապաշրջափակվեին կոմունիկացիաները տարածաշրջանում, ուշադրություն դարձրեք այդ քարտեզի վրա։ Ըստ այդ հրապարակման Հայաստանը ստանում էր հնարավորություն Ադրբեջանի տարածքով Նախիջևանով կապվեր Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հնարավորություն էր ստանում Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապվեր Ռուսաստանի Դաշնության հետ երկաթգծի առումով, մենք այդ հնարավորությունը ստանում ենք։ Միևնույն ժամանակ
ես կխնդրեմ եւս մեկ անգամ քարտեզը մեծ էկրանով ցույց տալ, հարգելի հեռուստադիտողներ, մի հատ ուշադրություն դարձրեք Արցախի հանրապետության տարածքին։ Նշված է, որ տարածքը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տակ ու նշված է Ստեփանակերտ։ Այսինքն, եթե մենք այդ առաջարկը, որը կար 2021 թվականին, որը ձևավորվել էր Նիկոլ Փաշինյանի նաև որոշմամբ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Պուտին Ալիև Փաշինյան երրակողմ բանակցությունների արդյունքում մենք ինչ էինք ունենալու։ Տեսեք, Արցախի հանրապետությունը շարունակելու էր մնալ հայկական։ Այն ժամանակ էլ մենք դեռ ունեինք պաշտպանության բանակ, կային նաև ռուս խաղաղապահներ տարածքում։ Միևնույն ժամանակ մենք ստանում ենք կոմունիկացիաների իրական ապաշրջափակում, այն ինչի մասին խոսում են իշխանությունները, այսինքն Հայաստանի տարածքով դու կարողանալու ես գնալ եւ Իրան, այսինքն Հայաստանը կարողանալու էր Ադրբեջանի տարածքով գնալ եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն, պարզը որ Ադրբեջանը եւս պետք է օգտվեր Հայաստանի Հանրապետության կոմունիկացիաներից, բայց դա լինելու է միայն այն իրավիճակում, եթե մենք օգտվենք ադրբեջանական կոմունիկացիաներից, բայց Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչից հրաժարվեց, նաև ոնց էին բացատրում, ասում են նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը իրենց կարծիքով կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իսկ որ օրինակ, չգիտեմ, ռուս սահմանապահները տասնամյակներ շարունակ պաշտպանում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դա կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իրականությունը կայանում է հետևյալում Նիկոլ Փաշինյանը ուներ խնդիր, ինքը դրա համար էր եկել իշխանություն, իրեն դրա համար տվեցին իշխանությունը, իրեն դրա համար անդիմադիր եղած ժամանակ նաև տասնամյակներ շարունակ ֆինանսավորում են, այս վերջերս մենք նույնիսկ իմացանք, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին խնդրում էր գնալ Բելարուսի դեսպանատան դիմաց ակցիաներ իրականացնել, երբ որ Լապշինին այնտեղ Բելարուսում ձերբակալել են։ Այս ամեն ինչը անհրաժեշտ է ընդհանրապես մեկ բանի համար՝ Ռուսաստանը տարածաշրջանից հանելու համար, ինչ գնով էլ լինի։ Ու Նիկոլ Փաշինյանը դա արեց, Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Կրկին ասենք, եթե չլիներ Պրահայի պայմանավորվածությունը 22 թվականի հոկտեմբերի 6-ին, մենք ստանալու ենք իրական ապաշրջափակում, Արցախն էլ շարունակելու էր մնալ հայկական։ Նիկոլ Փաշինյանը իր անձնական որոշմամբ այդ ամեն ինչի վրա խաչ քաշեց։ Ու այստեղ է, որ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, մենք իսկապես կարող ենք լեգիտիմ հարց տալ, արդյոք Հայաստանի Հանրապետության շահերից էր բխում հանձնել Արցախը, հրաժարվել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունից, հրաժարվել կոմունիկացիաների ապաշրջափակման այն տարբերակից, որով դու Ադրբեջանի տարածքով կարող էիր կապվել Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ, միայն նրա համար, որ ռուսներին հանես տարածաշրջանից եւ թրիպի շրջանակներում այստեղ բերես ամերիկացիներին, որոնց ետևում կանգնած են թուրքերը, արդյոք այս ամեն ինչը անհրաժեշտ էր անել։ Մտածեք այդ մասին։